Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է։ Այսօրվա իմ զրուցակիցը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է։ Բարի երեկո, պարոն Մելիքյան։ Շնորհակալ եմ, վերջապես մենք առիթ ենք ունենում զրուցելու։ Պարոն Մելիքյանը։ Ես էլ եմ շնորհակալ, թույլ տվեք նաև շնորհավորեմ իդեմս ձեզ մեր բոլոր կանանց ապրիլի 7-ը մայրության եւ գեղեցկության օրը։ Թող այսօր գոնե կանանց սիրտը մի փոքր ավելի հանգիստ լինի, որովհետեւ մեկ այնպիսի բաներ են տեղի ունենում մեր երկրում, որ դժվար է։ Հենց առիթ գտնեք այդ հանգիստ լինելու կպատմեք, բայց ուզում եմ հարգելի հետևորդներ հիշեցնեմ այն մեծ աշխատանքը, որ անում է պարոն Մելիքյանը, որտեղ դաժան դեպք, բռնություն, անարդարություն, պարոն Մելիքյանը եւ իր գործընկեր փաստաբանները այնտեղ են, որի համար շնորհակալ ենք ձեզ։ Պարոն Մելիքյան, նախ ուզում եմ խոսենք ընդհանրապես մեր արդարադատական համակարգը նկարագրելիս, օրինակ, երբ որ ձեզ ասեն նկարագրեք, ինչ բառերով կբնութագրեք։ Այն հայտնի 3 բառով բնութագրեք համակարգը, հա, էլի օրինակ ասենք։ 3 բառով կամ որևէ փորձեմ կարճ ներկայացնել նաև փորձառությունս այդտեղ ես տեսել եմ շատ տարբեր ժամանակներում մեր արդարադատական համակարգը, ներսից եմ տեսել, դրսից եմ տեսել, երկար տարիներ Վճռաբեկ դատարանում եմ աշխատել, Արդարադատության ակադեմիայում եմ աշխատել եւ վերջի տարիներին էլ իրավապաշտպանական գործունեություն, փաստաբանական գործունեություն, շատ կարևոր է ոչ թե վիճակը, այլ զարգացման ուղղությունը։ Եթե հիմա ասենք, որ օրինակ մեր դատական համակարգը ավելի վատ վիճակում է, քան օրինակ 90-ականների կեսերին, գուցե թե այդքան էլ ճիշտ չի լինի մեր բնութագրումը, բայց 90-ականներից, այսինքն անկախության առաջին իսկ, չասեմ տարիներից, օրերից, մինչև 2019-20 թվական, յուրաքանչյուր հաջորդ տարի մի փոքր ավելի լավ է եղել, քան նախորդ տարին։ Անընդհատ բարելավում է եղել։ Եվ դա եղել է թե ներքին, եւ թե արտաքին գործընկերների համատեղ աշխատանքի արդյունք։ Դա եղել է առանց լայքերի, առանց լայվերի, ծանր աշխատանք։ 2019-20 թվականից սկսած մենք ամեն տարի ունենք ավելի վատ վիճակ։ Եվ այս դինամիկան շարունակելու դեպքում արդեն գուցե ինչ-որ ժամանակ գա, երբ մենք սկսենք ուղղակի ասել, որ ամենավատ վիճակում է մեր դատական համակարգը։ Այսօր նման բան ասելը գուցե այնքան էլ արդար չլինի։ Իսկ ինչով է դա պայմանավորված։ Քաղաքական պատվերն է այդպիսին, բայց ոնց որ տեսնում եմ միջազգային կառույցները պիտի որ ավելի ուշադիր լինեին, չէ՞, ինչպես ասենք մինչև 18-ի հեղափոխությունը, ինչով է դա պայմանավորված։ Երկու գործոնով, գործոն առաջին ներկայիս քաղաքական ուժը իր արժեքաբանությամբ հակադեմոկրատ է։ Ուղղակի այդ մարդիկ դատական իշխանության անկախության գաղափարը չեն ընկալում, գուցե իրենք էլ չգիտեին, որ չեն ընկալում, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց այն, որ նրանց վարքագիծը ոտից գլուխ դրա մասին է խոսում, դա փաստ է։ Ամենավառ օրինակը դատավոր Մնացական Մարտիրոսյանի հանգամանքն է։ Միայն ուսումնասիրելով, թե ինչպիսի վարքագիծ է եղել նրա հետ կապված, մինչև իշխանություն ստանձնել, ինչպես էին բնութագրում այդ մարդուն որպես դատավոր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ բառերով, հա, որը որ ես զեռնպահ կմնամ հիմա այդ բառերը անգամ կրկնելուց, իմ անունից չէ, իր անունից կրկնելուց։ Իսկ հիմա ինչպիսի գործեր են, այն ամենածանր, գործեր, որոնք որ շատ քիչ մարդիկ կստանձնեին, հիմա այդ գործերը, օրինակ ամենավերջի թարմ օրինակը Դավիթ Մինասյանի 18 տարեկան երեխայի այդ պատմությունը, որ այս փոքր հարցերով կարելի է մեծ հետևությունների գալ։ Սա առաջի գործոնն է, այսինքն գործող վարչախումբը ուղղակի իր բնույթով հակաիրավական, հակաժողովրդավարականների մտածողությամբ։ Եվ երկրորդը միջազգային ակտորների վարքագծի փոփոխությունն է, ընդ որում դա միայն Հայաստանի մասին չի, այլ ամբողջ գլոբալ process է։ Այսինքն արժեզրկվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների գաղափարները, այն որ ասում են եվրոպական գաղափարներ, որոնց լրել այն ավանդական պահապանները եվրոպական կառույցներն էին, հիմա դա դառնում է բացառապես քաղաքական գործիք ազդելու տարբեր երկրների քաղաքականության վրա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պրո-եվրոպական քաղաքականություն է վարում, այսինքն պրո-ադրբեջանական, պրո-թուրքական, պրո-եվրոպական, որի բուն թիրախը Ռուսաստանն է, Չինաստանն է, այդ գլոբալ աշխարհ քաղաքական առումով դա նշանակում է նրան թույլատրված է անել ամեն ինչ։
չլսված բան նույնիսկ։ Մի քիչ փոխենք դատական համակարգից, ընտրությունները հայտարարված են, շուտով արդեն կուսակցությունները եւ դաշինքները պետք է գրանցվեն, մեկ էլ ցուցակներ են ներկայացնում։ հա, մեկ էլ խաղի կանոններ են փոխում։ Գիտեք, դա նույն բանն է, դա ուղղակի այլ պայմաններում լիներ, արդեն հնչել է, նետից էս չեք կարող։ Իսկն արդեն իսկ այդ փաստով կարելի է ասել, որ ընտրությունների որակը արդեն իսկ ոչ թե կասկածի տակ է, այլ մի բան էլ ավել, քան կասկածի տակ է։ Որակը թե լեգիտիմությունը։ Լեգիտիմությունը նկատի ունեմ, որակը, որից բխում է նաև լեգիտիմությունը։ Այսինքն այսպիսի ընտրություններ շախմատ ոնց որ խաղանք, մեկ էլ իմանաս թե ում հետ ես խաղալու, ասես գիտեք ինչ կա։ Ուրեմն քանի որ այսինչ մարդու հետ ես խաղում, նավակը չի կարող այսպիսի քայլ անել, սրանից հետո այսպիսի քայլ պետք է անի։ Չի կարելի այդպես։ Ուղղակի դա հակաժողովրդավարական է ուղն ու ծուծով եւ սկզբունքորեն եւ ամենախորքային իմաստով։ Դա հատկապես ուղղված է Սամվել Կարապետյանի։ Բնականաբար Սամվել Կարապետյանի դեմ։ Այո, նրա դաշինքը կոչվելու է իր անունով։ Ես օրինակ էի բերում, այսինքն մինչեւ այսօր դա թույլատրված էր։ Հիմա իրենք խաղի ընթացքում խաղի կանոններ են փոխում։ Այս ամենը հաշվի առնելով, քանի որ մենք 0 արձագանք ենք տեսնում, այս երկու գործոնները համակցված դատական համակարգը տարի առ տարի ավելի վատ վիճակում է հայտնվում։ Նույնիսկ դա կարելի է չափել կոնկրետ գործով։ Ես ուղղակի մի բանի վրա եմ զարմանում։ Դաշինքը պետք է կոչվեր ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ, ճիշտ է։ Ոնց որ ես ուշադրություն չեմ եղել այդ մասով։ Այդ թող դներ քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ թող այդպես դներ իր։ Խնդիրը անգամ բովանդակային էլ չի, ինչ ուզում է լինի, խաղի կանոնները ընթացքում չեն փոխում։ Դու չես կարող խաղը սկսելուց առաջ ինքը հասկանում է, որ խնդիր ունի ինքը։ Բնականաբար։ Այսինքն ինքը անվան հետ կռիվ է տալիս։ Նորից ասեմ, ոնց որ նստես շախմատ խաղալու, մեկ էլ ժամացույցը միացնելուց 1 րոպե առաջ մեկը գա ասի, գիտեք ինչ կա, ուրեմն իմացեք, հենց նոր մենք խաղի կանոնները փոխեցինք, նավակը այլևս այսպես չի քայլելու, այնպես է քայլելու։ Չի կարելի դա։ Դա ուղղակի չի կարելի։ Ոչ մի կերպ չի կարելի։ Եվ վերադառնալով կներեք դատական համակարգին, նույնը դրան է վերաբերում, այսինքն մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք որ ուղղակի այդ արժեքների կրող չեն, իսկ նրանք ովքեր որ որոշակի վերահսկիչ գործառույթ են իրականացնում, զրոյացրել են, կամ լավ չեն զրոյացրել, էապես նվազեցրել են իրենց այդ վերահսկիչ գործառույթը։ Տեսեք, մարդիկ քաղաքացիական գործերով ամիսներով, տարիներով սպասում են դատական նիստերից, անհրաժեշտության մասին խոսում են։ Քաղաքական պատվերը կա, SMS-ով դատավոր նշանակել, պատվեր իջեցնել, ԲԴԽ ղեկավար հանել, պաշտոնի, չգիտեմ, մեզ բոլոր դեպքեր կա։ Ինչի հաշվին է դեռ որ վերջնականապես չի փլուզում։ Հա, ինձ մեկ-մեկ թվում է, որ կարող է ուղղակի, ասենք, մի օր բան անեն, հա, դատարանները ուղղակի փակվեն։ Չէ, այդպես չի դեռ, ես դրա համար եմ ասում, եկեք ազնիվ լինենք, այդ տասնամյակների աշխատանքը նորից ասեմ, ես կասեի, որ դա սկսել է երևի 91 թվականին կամ 94 թվականին, չգիտեմ, պատերազմի ավարտից հետո։ Այսինքն իներցիայի ուժն է, համակարգի, որ դրվել է։ Այնպիսի որակ է ժամանակի ընթացքում ստեղծվել առանց բարձրաձայնելու, առանց բարձրագույն բաների, առանց որը որ դեռ իր որոշակի համակարգային դիմադրողականությունը ճիշտ է ավելի փոքր, որովհետև հարձակումները շատ են, ճնշումները շատ են, բայց որոշ առումով պահպանում է։ Այսինքն մենք ունենք տարի առ տարի համակարգի վիճակի վատացում, բայց դեռ քրիտիկական աստիճանի իմ կարծիքով երևի թե չի հասել։ Գործընկերներ ունեմ, որ կարծում են, որ հասել է։ Ես կարծում եմ, որ դեռ երևի չի հասել։ Պարոն Մելիքյան, ուզում եմ խոսենք տղաների դեպքի մասին, իհարկե մի քանի տղաների խոսենք։ Մինչև տղաների դեպքին անցնել, ես մի օրինակ եմ ուզում բերեմ, որ այսին ընդհանրական դատողությունները ավելի շոշափելի լինեն։ Դրա շատ վառ օրինակն է այն գործը, որտեղ որ դուք էլ անձնապես եւ ձեր ղեկավարած կառույցը բնույթից ելնելով, այսինքն գործի բնույթից ելնելով մասնակցություն եք ունեցել բարձրաձայնման առումով, դա իմնեմնիմիի գործն է։ Այո։ 2024 թվական եւ 2025 թվական իմնեմնիմի առաջին, իմնեմնիմի երկրորդ, երկու գործեր։ Ընդ որում ես ասեմ, որ Հայաստանի ժուրնալիստների միության գործընկեր կազմակերպությունները եվրոպական, IFG-ին եւ EFG-ին եվրոպական եւ միջազգային ֆեդերացիաները լրագրողների, նրանք դիմեցին, ընդ որում իրենք տվեցին առաջին կարգի ահազանգ հնչեցրեցին դեպքի կապակցությամբ իմնեմնիմի տղաների եւ նրանք դիմեցին եվրոպական խորհրդին համապատասխան հանձնաժողովներին, այդ թվում ոչ միայն մեդիա հարցերով զբաղվող, այլ նաև մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովներին, որպեսզի իրենք ահազանգը հնչեցնեն։ Եվ որոշակի առումով հնչեցվեցին, հնչեցվեցին աշխատանքի շնորհիվ, բայց ես ուզում եմ հայմատություն անցկացնենք,
նույնաբնույթ գործի միջև 24 թվին եւ 25 թվին։ Սա կարող ենք մենք դատողություններ անել, բայց սա արդեն կոնկրետ օրինակով կարող ենք մեր դատողությունները ապացուցել մաթեմատիկական ճշգրտությամբ։ 24 թվականին նույնաբնույթ գործով այն ժամանակ չէին կարող, իրենց թույլ չտվեցին, օրինակ, գալ ուրեմն լրատվամիջոց եւ եղած չեղածը հավաքել տանել խուզարկությամբ։ Թույլ չտվեցին մտնել մարդկանց տուն առավոտ շուտ մասկաներով, զինված եւ այլն, խուզարկություններ եւ հա, դա չեղավ։ 24 թվականին դա չեղավ, բայց 25 թվականին արդեն դա անպատկերացնելի չէր։ Հետևաբար 24-ից մինչև 25 մենք ունեցել ենք էական նվազում, որտեղ գործի բնույթը նույնն էր։ 25 թվականին մենք արդեն ունենք ճիշտ է օրինականություն մեջ չմտած, բայց այնուհանդերձ արդարացման դատական ակտ։ Այս օրինակը ցույց է տալիս, որտեղ մնացածները մենք համեմատելու եզր պետք է փնտրենք, փորձենք հասկանալ թե ինչքան է համեմատելի, ինչքան ոչ։ Այստեղ մեկին մեկ կարող ենք նույն գործը, այսինքն նույնիսկ ավելի շահեկանորեն տարբերվում էր 25-ը իր բնույթով այնտեղ արտահայտությունների բնույթով, քանակով եւ այլն։ Բայց եթե անգամ մենք համարենք, որ նույնական են, մենք տեսնում ենք, որ պետության ռեպրեսիվ գործիքակազմը 25 թվականին շատ ավելի մեծ է եղել եւ արձագանք չի եղել։ Սա է։ Իդեպ վերադարձրեցին գույքը։ Գույքը վերադարձրած են եղել մոտ 1 ամիս հետո որոշ մասը, այն շտատիվներ, բաներ, որոնց մասին շատ էր խոսում, բայց ամենակարևոր հատվածը դե դուք շատ լավ, ինձ լավ եք հասկանում։ Այո, ինձ լավ եք հասկանում, որ շտատիվները շատ ավելի աբսուրդայնության առումով ինքը ուղղակի շատ աբսուրդային էր, բայց ոնց որ աթոռը չտան, ոտիկը տան։ Մի հատ ինչ որ բոլտ տան, էլի, ոտիկը։ Բայց լրատվամիջոցի արդյունավետ աշխատանքի տեսանկյունից շատ ավելի կարևոր են համակարգիչները, հաղորդումներ կային նկարացված վերացել։ Այո, այդ բաները են։ Այսինքն համակարգիչները եւ շատ այլ սարքեր, այդ թվում նաեւ տղաների տներից ուրեմն արգրավված տարբեր սարքեր, կրիչներ պարունակող դրանք չեն վերադարձվել։ Արդեն 5-րդ ամիսն է։ Եվ կա հիմնավորում ինչու չեն տալիս։ Դե մենք միջնորդությամբ դիմել ենք արդեն, տեսնենք ինչպես են պատասխանում։ Պարոն Մելիքյան, ուզում եմ արդեն խոսենք Սուրբ Աննա եկեղեցու մարտի 29-ին տեղի ունեցած դեպքով։ Ես անկեղծ ասած ինձ համար ամենաազդեցիկ դեպքերից մեկն էր, իհարկե շատ են եղել, հիմա կանդրադառնանք որոշներին։ Դուք եւ փաստաբան ձեր գործընկերներ Լուսինեն Մարտիրոսյան, Վարդուհին Էլբակյան, այդ տղաների պաշտպաններն եք, 18-ամյա այդ տղաների, դպրոցականների 12-րդ դասարանցիներ, ովքեր դժբախտություն էին ունեցել սփաստորեն սխալ պահին լինել մի տեղում, որտեղ իրենք միշտ լինում են յուրաքանչյուր կիրակի։ Այդ երեխաները սովորույթի համաձայն գնացել են պատարագի են մասնակցում։ Ես անկեղծ հիացած եմ, որ այդ տարիքի դպրոցականներ այդպես եկեղեցի են գնում, հետևում են եկեղեցական կարգերին, հա, ծիսակարգերին, ես տեսնում էի աղոթարանները ձեռքերին, նույնիսկ երբ պատառաքամատույցներ են։ Այո, ես հիմա կխնդրեմ մեր իմ գործընկերներին, որպեսզի ցույց տան այդ դրվագը, երբ որ հարված են ստանում։ Շատ կարևոր է։ Տեսեք, եղբայրներ խաչակնքվում են։ Պատառաքամատույցի ձեռքը տեսեք, ուշադրություն դարձրեք։ Գրկում է քաղաքացի։ Կխնդրեմ հիմա նաև ցուցադրեն կադրերը, երբ որ տղային արդեն պատգարակի վրա Աբովյան քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են, տարել էին Աբովյան հիվանդանոց, որտեղ չէին պատասխանատվություն չէին վերցրել զբաղվել երեխայով եւ բերել են Նաիրի բժշկական կենտրոն, խնդրեմ այս կադրերներ նայենք։
Պարոն Մելիքյան, խնդրում եմ արդեն որպես գործի նյութերին ծանոթ, իհարկե թույլատրելիության սահմաններում, հա, ասեք ինչ էր կատարվել, խնդրեմ, հայտնի Մացոն եւ տղային ինչպես են նրանք վայրագ ձևով, հա, տանում, կարծես ահաբեկիչ էին բռնել, հա։ Խնդրում եմ ասեք ինչ էր կատարվել։ Իսկապես այս գործը բոլորիս համար այն փաստաբանների, որ ներգրաված են, թե սկզբից ներգրաված, թե կեսից, ինչպես օրինակ ես եւ իմ մյուս շատ գործընկերներ, շատ ծանր անձնական, հոգեբանական բաղադրիչ ունի, որովհետեւ ծայրահեղ է անարդարության զգացումը։ Հիմա կբացատրեմ ինչու, ես բնականաբար նախաքննական գաղտնիք չեմ հրապարակելու, եւ դրա կարիքն էլ չկա, որովհետեւ ամեն ինչ հրապարակային է։ Իհարկե։ Ես նախ ասեմ, որ ես երրորդ օրը, երեքշաբթի օրը ներգրավեցի, որովհետեւ առաջի երկու օրը մեկ այլ երեխայի հարցով էի զբաղված, որը որ էլի 18-ամյա երեխա։ Էլի 18-ամյա, էլի մի որը փաստորեն թքել էր, որը հիմա մեղադրվում է ուրեմն Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա թքելու համար։ Ես հատուկ եմ ասում Նիկոլ Փաշինյանի մեքենայի, ոչ թե վարչապետի մեքենայի, որովհետև այդ պահին վարչապետական գործառույթ չէր իրականացվում էր քարոզչություն։ Հետևաբար դա Նիկոլ Փաշինյանն էր, ոչ թե վարչապետն էր։ Բայց շատ հետաքրքիր էր, թե ինչպես է պատճառաբանվել թքելը։ Գիտեք, մենք ես հիմա էլ ասեմ, որ նաև պաշտպանյալս Միքայել է անունը, Դավիթի եղբոր անունն էլ է Միքայել, հա որ չշփոթեք։ Պաշտպանյալս հայտարարել է, որ ես համարում եմ, որում դա ոչ միայն իր, այլ նաև իմ եւ ծնողների մոտեցումն է, որ ես համարում եմ, որ թքելը սխալ է բան եմ արել։ Որտեղ մենք նաև որպես ավակ սերունդ պետք է երեխաներին բացատրենք, որ գիտեք ինչ որ մարդիկ կան, որոնցից վատ օրինակ եք վերցնում։ Վատ օրինակ մի վերցրեք, էլի։ Ալենի օրինակ մի վերցրեք։ Հա, օրինակ մի վերցրեք, դա լավ վարքագիծ չի։ Եվ դա մենք ֆիքսել ենք։ Բայց շատ ուղիղ ասեմ, մեղքը չենք ընդունել։ Եվ համարում ենք, որ դա պարզապես չի կարող հանցանք համարվել։ Այո, բաներ կան, որ կարող է այդքան էլ այսպես քննադատելի լինի արտահայտչամիջոցը, իսկ դա քննադատելի է, այսինքն թքելը նորից ասեմ, լավ բան չի էլի։ Իհարկե։ Բայց բովանդակային առումով սա ուղղակի խուլիգանություն համարվել չի կարող, որովհետև այստեղ խնդիրը դիրքորոշում հնչեցնելն է հարցերի հետ կապված, հանրային նշանակության հարցերի հետ կապված։ Ես հիշեցնեմ, ասվել էր, կարծեմ, որ թուրքը հանձնել է մեր հողերը, այդպես էր, չէ՞, բացատրվել։ Այդպես կարծում են կներեք հայ ժողովրդի եւ Սփյուռքի ողջ հայության 90%-ը ինչ են անելու։ Տոկոսները չեմ կարող ասել, բայց շատ-շատերն են այդպես կարծում։ Ինչն են սխալ ասել մեծ հաշվով։ Այո։ Մենք նորից ասեմ, մեղքը չենք ընդունել եւ սպասում ենք դատավարության, տեսնենք դատավարությունը, կարծում եմ շատ ուշ չի սկսելու, հասկանանք ինչ։ Մեղադրանքում ներգրաված է այդ նախադասությունը, չէ՞։ Մեղադրանքում նշված է արտահայտություններ, մեղադրանքը որոշակի չէ, մեղադրանքի բովանդակությունը սրանից ավել ես այս պահին նպատակահարմարել չեմ համարում, ասեմ, բայց իր խոսքերը դրանք են եղել։ Իր խոսքերը մոտավորապես վերաբերել, այսինքն ոչ թե բառերի մասով եմ ասում, այլ գաղափարի մասով եմ եղել, անհամաձայնությունն է եղել վարվող քաղաքականությանը եւ նախկինում իր Նիկոլ Փաշինյանի այն վարքագծին, որի հետևանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքը։ Սա է Արցախը։ Մի բան էլ ճշտում կատարեմ այս երկրորդ դեպքով, հա, այդ 18-ամյա տղայի թքելու դեպքով։ Իսկ այդ դեպքում, եթե դա խուլիգանություն է, Բալեն Սիմոնյանին է ինչ է։ Ես հրապարակավել եմ ասել, իդեպ ոչ միայն հրապարակավ, ասել եմ բերեք Ալեն Սիմոնյանի դատավճիռը, ոչ միայն Միքայելը ընդունի, որ ինքը հանցանք է գործել, ես էլ ընդունեմ, որ հանցանք եմ գործել, չնայած չեմ թքել։ Բայց ընդունեմ, որ ես հանցագործ եմ։ Բերեք Ալենի դատավճիռը։ Բերեք։ Իհարկե։ Այսինքն այդ չհասկացա, Ալեն Սիմոնյանը մարդու երեսին կարող է թքել եւ ոչինչ, բայց մարդու երեսն է կարևոր, մարդն է կարևոր, թե ժեշտի կտորը շատ կներեք։ Այո։ Նորից ասեմ, այստեղ կարևոր խորհրդանշական հարց կա նաեւ, որ դա պետական խորհրդանիշներ կրող ավտոմեքենա էր եւ այլն, բայց այդտեղ շատ կարևոր հանգամանք կա։ Ինչքան էլ պետական խորհրդանիշներ կրող մեքենա լինի, այդ պահին ինքը պետական գործառույթ չէր իրականացնում, սա շատ կարևոր է։
ինքը այդտեղ գտնվում էր մի անձին սպասարկելու համար, որ պետական գործառույթ այդ պայն չէր իրականացնում։ Իսկ եթե մենք ընդունում ենք, որ ինքը քարոզչությունը պետական գործառույթ է, այն նշանակում է, որ Եթե նույնիսկ պետական խորհրդանիշներ կրող մեքենա է, մարդուց ավելի թանկ է։ բնականաբար չէ, բայց ես այն եմ ուզում ասել, որտեվ այդ հանգամանքը շեշտադրվում է, որ պետական խորհրդանիշներ, ես ուզում եմ ասել, որ այո, բնականաբար չի կարող ավելի բարձր լինել, քան մարտը, դա նաև սահմանադրական պահանջ է, չնայած այս մարտիկ սահմանադրության որպես արժեք չեն ընդունում։ Մարտը բարձրագույն արժեքն է, նյութը չի բարձրագույն արժեքը։ Իսկ եթե անգամ մենք մտնում ենք այդ դաշտ խորհրդանիշների դաշտ ենք մտնում, այդ պահին այդ մեքենայի գործառույթը բացարձակ պետական չէր։ Որովհետև նա այն մարդը, որը որ օգտվում էր այդ մեքենայից, անարդարավար էր օգտվում, որովհետև ինքը գուցե օրենքի տեսանկյունից խնդիր չկա, բայց արդարության տեսանկյունից խնդիր կա, որովհետև նա առավելություն ունի մյուս քարոզչություն իրականացնող ուժերի համեմատ։ Սա է։ Այո։ Հիմա վերադառնանք Մինասյան եղբայրներին, հա, դեպքի մասին։ Նախ ներկայացնենք, որ պատարակը վաղուց սկսվել էր եւ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում եւ այդ մասին ներքին գործերի նախարարությունն էլ իր հաղորդագրության մեջ հաստատեց, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ։ Նա չի գնացել եկեղեցի որպես հավատացյալ պատարակին մասնակցելու, առավել եւս պատարակը լսելու համար անպայման չէր ճեղքել այդ խիտ մարդկային զանգվածը եւ գնալ առաջի շարքում էր ուզում կանգնել, ինչ էր ուզում անել, հա։ Խնդրենք հասկանանք, բացատրենք, այս ինչ է կատարվել։ Այն ժամանակ, երբ ամենաառաջի պահից տղաներով զբաղվել են նրանց ընտանիքին հարազատ մարդիկ։ Վարդուհին, մեր Վարդուհի Երբակյանը, այո, եւ Լուսինե Մարտիրոսյանը, որոնք նաև ընտանիքի հետ կապ ունեն, դասընկերոջ մայրն է։ Այո, Վարդուհի Երբակյանի որդին համադասարանցի։ Այո, եւ իդեպ ես այս պահին ուզում եմ իմ բարերով մի քիչ կդժվարանամ արտահայտեմ, բայց իմ հիացմունքը հայտնեմ դասարանցիների եւ նրանց ընտանիքի, նրանց ծնողների նկատմամբ, իրենք ուղղակի շատ լավ օրինակ են ցույց տալի, թե ինչպես կարելի է նեղն ընկած ընկերոջը շարի մեջ հայտնված, անարդարության մեջ հայտնված ընկերոջը, այսպես արդեն ինչքան է 1-2 օր չի, 10 օր է, ամեն օր հետևողականորեն երեխաները գնում են իրենց պատկերացրածի չափով, իրենց հասկացածի չափով փորձում են իրենց ընկերոջ հարցը բարձրաձայնել։ Ուղղակի հիացմունքս եմ ուզում հայտնել։ Վերադառնալով, ես երբ որ արդեն երրորդ օրը ոչ միայն ես, այլև ընտանիքի մյուս փաստաբանների համաձայնությամբ եւ կամ գուցե նույնիսկ նախաձեռնությամբ չեմ կարող ասել, մեզ առաջարկեցին, որպեսզի մենք ներգրավենք, մենք ներգրավեցինք մեր 5 իրավապաշտպաններից ինձնից բացի Սերգեյ Հարությունյան եւ Արսենե Բաբայան, Արամ Վարդևանյանը, որը ներկայացման քարիք չունի, Հակոբ Գյուրեգյանը, Արամի հետ միասին աշխատող, ուրեմն Արմեն Մելքոնյանը, մենք բոլորովս ներգրավեցինք եւ մենք արդեն իսկ որոշակի կարծրատիպերով ենք ներգրավել այս գործին, որը նիկոլական քարոզչությանը հաջողվել էր առաջի 2 օրվա մեջ բոլորիս մեջ մտցնել։ Կարծրատիպ առաջին, որ իբրև թե նախահարցակ գործողությունը կատարել է երեխան, կատարել է Դավիթը։ Դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Կարծրատիպ երկրորդ, որ նրա այդ գործողությունը ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դրա մասին էլ հիմա մենք կխոսենք։ Այս երկուսը հիմնական կարծրատիպեր են։ Բայց ամբողջական պատկերը կազմելու համար ես հիմա մի քանի փաստեր կասեմ, որ տեսանյութերով հաստատվում են, ոչ միայն այն տեսանյութով, որ դուք եք։ Չէ, շատ տեսանյութեր կան տարբեր կողմերից, այո, հաստատվում է։ Ուրեմն տեսեք, բաժանենք այս պատմությունը 3 մասի։ Մաս առաջին։ Ինչպես է Նիկոլ Փաշինյանը այդտեղ հայտնվել։ Բացարձակ ոչ մի բան չէր խոսում նրա մասին, որ ինքը մուտք է գործելու եկեղեցի։ Ոչ դրա մասին հայտարարություն է արվել, ոչ որևէ այլ պատճառ է եղել, որ այդպես կարծել։ Օրինակ, շատ հաճախ, երբ որ պետական պաշտպանության տակ գտնվող անձը ինչ որ տեղ է գնում, մետաղորսիչներ են դնում, մարդկանց ստուգում են նորեն թողնում։ Օրինակ, պայմանական ժամանում զննում են, շարվում են։ Իրենք դուրսն էին, դուրսը քարոզչություն էին անում, իրենց գործն է։ Այո։ Եվ այն, որ պետք է իրենք ներս մտնեն, ես անգամ ենթադրում եմ, որ ինքը հենց այդ պահին է որոշել ներս մտնել։
Դե լայվում այդպես էլ ասում են, լայվում ասում է գնացինք բան կեցավայր։ Ինչ Նիկոլ Փաշինյանը։ Ինչի կեցավայր։ Սուրբ Աննայի այդ կեցավայրները ասում։ Կեցավայրը կողքի շենքն է, որը կեցավայրել չի իրական։ Դե այդպես ասեց, բայց էական չի, ներս է մտնում, ներս է մտնում եկեղեցի, բայց չի ասում որ գնում եմ պատարագին։ Այսինքն առաջի փաստն այն է, որ ուղղակի այս մարդիկ տեղակ չէին, որ ունենալու են ճակերտավոր հյուր։ Հետևաբար քննության այն վարկածը, որ սա եղել է կազմակերպված, ոչ միայն իրավունքին է հակասում, այլ առողջ բանականությանն է հակասում։ Ուղղակի չէր կարող կազմակերպված լինել մի ենթադրյալ արարք, որի հանգամանքների մեջ մտնում է մի բաղադրիչ, որը նոր է առաջացել։ Հիմա մենք այստեղ հաղորդում ենք վարում, որ դուռը բացվի եւ այստեղ մտնի մեղա Ալեն Սիմոնյանը։ Մենք ինչ գիտենք մտնելու է թե չի մտնելու։ Որ մի հատ էլ ինչ որ մի բան կազմակերպենք պայմանական։ Սա մեկ շատ կարևոր հանգամանք, սա կարելի ասել առանցքն է։ Առաջի հատվածը թե ինչպես այդտեղ հայտնվեցին։ Սա մեկ։ Երկրորդ, ինչպես տեղի ունեցավ մեխանիզմը միջադեպի։ Միջադեպը տեղի չի ունեցել դեպի Ացիան, այդ առաջի հատվածն է Ացիան կոչվում, դեպի Ացիան շարժվելու ընթացքում։ Շատերը այդպես են կարծում, ոչ, եղել է հակառակ շարժի ընթացքում։ Այսինքն դուրս գալուց։ Այսինքն նրանք մտել են ներս, անհանգստություն են պատճառել հավատացյալներին, ըստ քննչական ոչ միայն ըստ ոստիկանության, այլև ըստ քննչական մարմնի եւ նաեւ ըստ դատարանի, որտեղ դատարանն էլ այս մարդն էլ հաստատեց։ Նիկոլ Փաշինյանը այդտեղ իրականացրել է քաղաքական գործունեություն, մենք չգիտենք, կարծում եմ պետք է հարցաքննվի, ինքը քաղաքական գործունեություններ իրականացնում, թե որպես հավատացյալ էր ներս մտել։ Չէ, բայց ինքը քարոզարշավի շրջանակում մտավ։ Հասկանում եմ, բայց օրինակ կարող է պատահի, ասի որ գիտեք ինչ, հա քարոզարշավ է անում, բայց այդ պահին հոգեվոր պահանջմունք ունեցա, դե որտեվ նաև եկեք փաստերը ամբողջական վերցնենք։ Խաչակնքվում է եւ այլն, չէ, այդպիսի նշաններ է ցույց տալի, որը ավելի շատ տպավորություն է թողնում, որ հավատացյալի այսպես ոնց որ թե կարգավիճակով է այդտեղ ոչ թե քաղաքական քարոզիչ չի։ Չգիտեմ, թող բացատրի ասի։ Գիտեր կամերաները իր աշխատում էին, իր հետ կամերաները, այն նույնիսկ այն նշանը որ sense բան, ինքը աշխատում էր կամերաների վրա։ Ես չեմ ուզում գնահատական տալ։ Տեսեք դուք որպես լրագրող իրավունք ունեք։ Ես լրագրող եմ, ես բա իհարկե տեսնում եմ։ Ես իմ ասածը նա է, որ պետք է այդ հանգամանքը պարզվի, որովհետև եթե հայտարարի, որ ես այստեղ եղել եմ որպես հավատացյալ, մեղադրանքը ուրեմն զրոյանում է։ Եթե հայտարարի, որ այստեղ ես եղել եմ որպես քաղաքական գործիչ, այսինքն համաձայնվի մնացական մարտիրոսյանի, քննչականի, դատախազության եւ ոստիկանության հետ, այստեղ լրիվ ուրիշ հարց է առաջանում, դու ինչ ես եկել խանգարելու մարդկանց, որոնք ոչ քաղաքական պատճառով են այդտեղ եկել են տոնական պատարագի։ Այս էլ ուրիշ հարց է առաջանում։ Ուրեմն քո արածը նույնիսկ կարող է համարվել հանցագործություն, որ այդտեղ դու մտել ես մարդկանց խանգարել ես։ Ինչի են մարդիկ կանգնած են եղել, ինչ որ դու ինչ ես անհանգստացրել մարդկանց։ Ինչի ես միջամտել ծեսին, դա էլ է հանցագործություն։ Միջամտել։ Այս տերմինը, որ կիրառվում է տղաների նկատմամբ, քաղաքական գործունեությանը միջամտելն է։ Էսա տերմինը։ Այո։ Բայց նաև քրեական օրենսգիրքը ծեսի կատարմանը միջամտելն է հանցագործություն համարում։ Ուրեմն դու ես միջամտել, ոչ թե իրենք են միջամտել։ Հարցեր են առաջանում, տեսեք։ Ընդ որում, եթե դու ուղղակի պատահական ես մտել, եթե նույնիսկ որոշել ես մտնել, դու միշտ չես գնում Սուրբ Աննա, այդ մարդիկ մշտապես Սուրբ Աննայում երեխաները, հա։ Այս երեխաները առավել եւս։ Բոլորը նրան այնպես ճանաչում էին իրենց։ Ուշադրություն դարձրեք։ Մարդիկ, ովքեր եկեղեցու հետ կապված մի փոքր ավելի շատ են զբաղվում, իրանք այդ ձերքի գրքույկները գիտեն, դա պատարագամատույց է, այսինքն այդտեղ նկարագրված է պատարագը։ Դա ոչ թե պարզապես աղոթագիրք է, ինչպես քննիչներն են, քննիչները էական չի, ինչպես շատերն են կարծում, այլ այդ գույնով ենք էլի մենք տարբերում այդ փոքր գրքույկները, որ պատարագ, այսինքն մարդիկ պատարագին մասնակցում են, ոչ թե պարզապես պատարագին լսում, այլ մասնակցում են պատարագին։ Պատարագը դա լսելու համար չի, մասնակցելու համար է, պատարագը բոլորն են։ Այսինքն ժողովուրդը նույնպես մասնակցում է պատարագին։ Սա շատ կարևոր է, երեխաները ոչ թե պատարագ են լսում, այլ մասնակցում են պատարագին։ Այո, երբ որ բռնություն էր գործադրում Միքայելը, մյուս եղբայրը խաչակնքվում էր։ Դա, հա, պատարագը իր տրամաբանությունը ունի, այսինքն կան հատվածներ, որոնք որ ժողովուրդն է նույնիսկ խոսում։ Մեր եկեղեցում դա սովորաբար եկչախումբն է լինում կամ, բայց դա ժողովրդի խոսքն է։ Դեռ կա քահանայի խոսք, կա սարկավագի խոսք եւ ժողովրդի խոսք։ Մի խոսքով լավ է, մարդիկ մասնակցում էին, այն որ անվիճելի է, որ մարդիկ այդտեղ գտնվում են բացառապես հոգևոր
պատճառներով, այլ ոչ թե որևէ այլ պատճառով։ Սա առաջի բաղադրիչն էր։ Մենք տեսանք, թե հիմա երկրորդ բաղադրիչը մեխանիզմը, դրա մասին եմ, սա շատ կարևոր է։ Անցնելուց արդեն իսկ երեխաներին անհանգստացնում են։ Երկու եղբոր անջատում են։ Այդ կադրերն էլ կան։ Այո։ Եվ այս կադրերը որ տեսանք, ուշադրություն դարձրեք, որ մյուս եղբայրը Միքայելը Դավիթին գրկում է եւ իր պաշտպանությունն է ցույց տալի, մեջքը պահում է, այսպես ասած։ Դրա մասին խոսվել է, դրա համար եմ ես ինձ թույլ տալի խոսել, սա նաեւ բժշկական բաղադրիչ ունի, էլի, սա շատ կարեւոր է, ստիպված եղան այդ մարդիկ իրենց ամբողջ այդ բժշկական հարցերը դնել սեղանին, որ այդ լուտանքներին ինչ որ կերպ գոնե պատասխանեն։ Դավիթի հիվանդությունը այնպիսին է, որ նա անընդհատ պետք է լինի հարազատ մարդու հսկողության տակ ներկայությամբ։ Դա կամ զույգ եղբայրն է կամ մայրն է։ Եվ երբ որ ինչ որ մի պահի այդ տեսողական դիտարկումը, երբ որ նա տեսավ, որ եղբայրը իր կողքը չի, միանգամից անհանգստության նշաններ սկսեց։ Փնտրում էր, այո, հայոց կողքը շրջված փնտրում էր եղբորը։ Փնտրում էր եղբորը, որտեղ կիսել են իրենց, այո։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանի իր կողքում անգամ ռեակցիա չտվեց։ Անգամ ռեակցիա չտվեց այդ մարդուն, այսինքն իր ինքը չի հետաքրքրում այդ մարդը իրեն։ Շատ կարևոր հանգամանք է։ այդ մարդկանց չի հետաքրում, այո։ Նա փնտրում է Նիկոլ Փաշինյանը ինքը իր հիմա կողքի մարդը կամ չիմացող մարդը կասի, ես ինչի է այսպես էսում է փնտրում։ Եղբորդ է փնտրում, որովհետև նա ունենում է ուշաթափություններ։ Եվ միշտ մեջքին էր կանգնում, որպեսզի պաշտպանի կամ չընկնի հարվածի, որ եթե ինչ որ մի բան լինի, ինքը արդեն լավ հասկանում է, որ անմիջապես նախ չթողնի որ ընկնի, երկրորդը գիտի ինչպես է հետ բերում։ Այո։ Հասկանում եք, սա է պահը։ Սա երկրորդ բաղադրիչն է։ Արդեն իսկ անհանգստացած են։ Գնում են ացիան, մի երկու րոպե մնում են, հետ են գալիս։ Խոսքերը որ լսում եք, հասկանում եք, դա առաջի հատվածն է պատարակի, սկսում են գնալ այն ժամանակ, երբ ընթերցվածներն են լինում, վերադառնում են, երբ պետք է սկսել ամենակարևոր մասերից մեկը ավետարանական ընթերցվածը։ Դրանից առաջ լինում են մարգարեական խոսքերի եւ այլն, երբ որ գնում էին, բայց շատ ավելի կարևոր մաս է պատարակի ավետարանական ընթերցումը, որը պահանջում է եւ նաեւ այդպիսի հրահանգներ են հնչում։ Ոտքի հրամանն է հնչում, հրահանգն է հնչում, ուշադրություն հրահանգն է հնչում, հունարեն բառերով, պրոքսիմե կամ օրթի, այդ բառերը նշանակում են ոտքի եւ ուշադրություն, այսինքն հավատացյալները պետք է այդ պահին ոչ մի ուրիշ բանով չզբաղվեն, չխանգարեն, իսկ նրանք խանգարում էին։ Խանգարելով գալիս են հասնում են տղաներին եւ ախրաննիկը, այդ որ մենք տեսանք, որ հանցագործություն կատարեց եւ դրա համար ինքը պատասխան է մի օր տալու։ Այդ ախրաննիկը երեխաներին ես այստեղ չեմ ուզում այս պատմությունը այսպես ուզում եմ տալ այն ինչ որ անվիճելի է։ Միջամտում է այս տղայի, այսինքն Դավիթին ասում է կող գնա։ Լավագույն դեպքում է ասում կող գնա։ Չի ասում իրականում շատ քաղաքավարի ձևով ըստ շատերի, բայց էդ էլ էական չի։ Հրահանգում է, ասում է կող գնա։ Ինչ իրավունք ունի հրահանգել։ Թող մի քիչ կողքով անցնեին։ Այդտեղ այո Դավիթը չի կատարում այդ հրահանգը։ Ասում է ես ինչի պետք է, ես իմ համար կանգնած եմ, ես այստեղ եմ կանգնում։ Ու լիքը կան մարդկանց ձայներ էին լսում տեսանյութերում, կանայք, բան ասում էին չկպնեք մեզ, չկպնեք մեզ։ Այո։ Այդ կադրերում դուք ինչի եք մեզ անհանգստացնում։ Ասում են մի կպեք մեզ, մի կպեք։ Այստեղ մի շատ կարևոր բան կա։ Կանայք, մեծահասակներ, այո։ Ժողովրդավարական երկրներում մարդուն դու կարող ես պարտադրես ինչ որ բան անի, միայն եթե դու ունես պարտականություն իր վրա դրված։ Իսկ մեր օրենսդրությամբ նման պարտականություն ուղղակի չկա։ Դուք եք եկել անհանգստացնելու, դուք էլ տեսեք ոնց եք դուրս բերում։ Ձեր գործն է։ Այսինքն Դավիթը չուներ պարտականություն որևէ բան անելու։ Եվ նրան չունենալով պարտականություն միջամտությունն է լինում բրդբրդում են։ Այս կադրի մասին չի խոսքը։ Նրան բրդբրդում են։ Այսինքն արդեն մարդը անհանգստացած բրդբրդում են անգամ վարքյաններ չի, ակնթարթ է տևում։ Եվ գալի անցնում են։ Այսինքն իր այդ ձեռքը առաջ նետելու գործողությունը ակնհայտորեն պայմանավորված է եղել իր նկատմամբ իրեն նեղացնելով։ Ախրաննիկի կողմից ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Պարոն Մելիքյան, նկատի ունեցեք, որ լրագրողներն էլ հաստատեցին, իր Փաշինյանի թիկնապահները հաճախ ոնց են աշխատում։ Տակից խփում են, որ կամերաները չֆիքսեն, ցավ են պատճառում մարդկանց,
դա չի երևում տեսախցիկների առաջ ու մարդու շարժումը վարքը նույնիսկ կարող է անադեկվատ թվալ, որովհետև չեն տեսնում, թե ինչպես հարվածեցին տակից, ինչ գործիքով խփեցին կամ ինչ բռունցքի հարված տվեցին, որ մասին խփեցին մարդը կարող է վերևից տեսանելի հատվածում անկանոն շարժում անի, բայց չհասկանաք թե ինչից է, որովհետև տակից են նման վարքագիծ։ Այո, բայց հետո սա երկրորդ մասն է, այսինքն մենք հասկացանք մեխանիզմը։ Ամեն ինչ տեսագրված է, այսպես չէ՞ որ ցուցմունքներ, տեսագրված է, նայեք եւ հետեւությունները արեք։ Եվ շատ կարեւոր է նաեւ երրորդ բաղադրիչը։ Երբ որ արդեն Նիկոլ Փաշինյանին տարած են լինում այդտեղից, նրան որևէ Դավիթը Նիկոլ Փաշինյանի հետ կոնֆլիկտ չի ունեցել։ Դավիթի կոնֆլիկտը եղել է իր թիկնապահի հրահրած կոնֆլիկտը։ Եվ երրորդ բաղադրիչը հարվածը Դավիթին։ Ուղիղ այստեղ որ մենք տեսանք։ Շատ ուղիղ, շատ ուժեղ, շատ ցավ պատճառով հարվածը։ Դա չի եղել խափանողական հարված, որովհետև արդեն Նիկոլ Փաշինյանը դուրս բերված էր։ Որևէ վտանգ, անգամ եթե մենք մտածենք, որ այդ մարդիկ մտածում էին, որ վտանգ էր սպառնում Դավիթից, նրանք նման որևէ հիմք չունեն այդպես մտածելու։ Դա եղել է պատժիչ հարված։ Դա եղել է պատժիչ հարված եւ դա եղել է իմ պատկերացմամբ հացագործություն, որ թույլ է տվել այս ախրանիկը, այս տիկնապահ ասելն էլ մի քիչ չգիտեմ։ Ես ախրանիկ եմ ասում այդ հանձնավորությանը։ Նա եւ նա պետք է պատասխանատվության կանչվեր, ոչ թե Դավիթը։ Հիմա Դավիթը հիվանդանոցում է, որքան գիտեմ, թթվածնի սարք էին միացրել առաջին օրը միացրել էին, հիմա ինչ վիճակում է եւ ինչու չեն թողնում տեսակցել մորը։ Հա, նկարը փոխվեց, այնտեղ մի հատ մարդ կար, որ կադրում, նախորդ կադրում, այստեղ մեկը կար, այս մարդը, Վրացական Մարտիրոսյանը, դատավոր, որոշել է, որ անգամ ծնողները իրավունք չունեն ծավալին տեսակցել։ Նման խիստ պայմաններ ես չեմ հիշում, որ ինչ որ մեկի նկատմամբ անգամ քաղաքական գործերով կիրառված լինի։ Տարիքով մարդկանց 18 տարեկան երեխան իրավունք ունի շփվել բացառապես փաստաբանների հետ, այդպես է ստացվում։ Անգամ ծնողները որևէ մեկը ինչ պիտի աներ այդ ծնողը, որը ընդ որում ինձ ասացին, այնքան չի կարելիների ցուցակ կա, որ այս երեխան չի կարող ընդունել որպես սնունդ, չի կարող դեղորայք ալերգիայի հետ կապված։ Այսինքն ասում են նույնիսկ մի թուղթի մի էջը չէր բավականացնում, երբ որ գրում էին ինչ չի կարելի այս երեխային։ Մորը, բայց ուզում եմ հասկանալ, հա, հրահանգը այդպես էր իջել, թե այս մարդու նախաձեռնությունն էր դա։ Ես չեմ հասկանում ուղղակի, հա, ասենք ինչ պետքա մարդ լինի, չգիտեմ, մարդ ասել, ինչ տեսակ արարած պետքա լինի, որ նման որոշում կայացնի։ Ես չգիտեմ ում նախաձեռնությունն է, բայց ստորագրողը Մնացական Մարտիրոսյանն է, հետևաբար պատասխանատուն Մնացական Մարտիրոսյանն է։ Այսքան բան։ Հիմա ինչ փուլում է, ինչ կարող ենք անել հանրային գործիչներ, մայրերը, ես որտեղ սա ինձ համար օրինակ որ լրագրությունից եւ քաղաքականությունից վեր ամեն ինչից վեր հարց է, հա, որտեղ ցանկացածից երեխայի հետ սա կարող է պատահել։ Շատ կարեւոր է, որ ի տարբերություն շատ ուրիշ իրավիճակների տղաները ոչինչ չէին արել, իրենք ընդհանրապես գնացել էին պատարակի, այսինքն իրենք որևէ նախաձեռնություն իրեն էլ եկել կպել։ Իրեն են եկել կպել եւ հետո բանտարկել հիվանդանոց գցել պատգարակի վրա պարկած, այսինքն այս մարդը ոչինչ չէր արել։ Ինքը գնացել էր իր երևի ստիպված են եղել նորից ասեմ ընտանիք հետ հիվանդությունների եւ այդ լկտիությունը ինչ էր այն կոկորդի լեսաբուծության մասնագետի Գարիկ Սարգսյանի գրածը, որ չարախնդում էր, որ վերջի զանգը բանտում է անցկացնելու կամ առողջապահության նախարարը, որ ծնողի դաստիարակություններ կասկածի տակ դնում։ Այո։ Ճիշտ է, մեղմ ձևակերպումներով, բայց ամեն դեպքում ինքը լինելով մայր, ինքն էլ ես մի տեղակ եմ լինելով լավ երեխաներ դաստիարակած մայր, հա։ Ախր դա այնքան ծանր է, էլի, որ դու ինչ գիտես, որ ինչով են անցել այս մարդիկ։ Երեխաները փոքր տարիքից այդ հիվանդության մեջ ինչով են անցել։ Երեխաները իրենց դասարանի լավագույն երեխեքն են, մի մարդու պես գալիս են։ Մի մարդու պես գալիս են։ Որ մեկից դասարանցիները այդպես իրենց կդրսևորեն։ Այդպես դեպք մենք Հայաստանում տեսել ենք, որ 18 տարեկան երեխեք արդեն որի օր շաբաթն է, մի մարդու պես հերիք չի իրանք են գալի, այլև իրենց ծնողներն են գալիս, այսինքն դա երեխաների նախաձեռնությունն է, որ ծնողներն էլ երեխաների կողքին են։ Այդ վատ դաստիարակություն ստացած երեխեքի մասով տենց բան հնարավոր է։
Չէ։ Չէ, ընդ որում ես ընդհանրապես չէի ճանաչում պարոն Մելիքյան, ոչ ծնողներին, ոչ երեխաներին, ուղղակի ես երբ որ գնացի քննչականի մոտ կամ դատարանի մոտ, ընդ որում ուշ գիշերով դպրոցահասակ այդ երեխաները, դասընկերները, ծնողները այնտեղ էին, ես ապշել էի, հա, այդ կինը, մայրը, այդ 4-րդ դասարանի, չկներեք 4 տարեկանից ասում ես թղթերը, բժշկական թղթերը ինձ մոտ պահում եմ ու անընդհատ, հա, ուշադիր, որ մի բան չպատահի, ես չգիտեմ, այսպեսի անմարդկային, լավ, ինչի համար են այս անմարդկային վերաբերմունքը անում, որ ինչ անեն, պարոն Չգիտեմ, վախացնեն 18 տարեկաններին, այնպեսի տպավորություն է, որ նախ երիտասարդ տղաների հետևից ընկած լինեն, հա, 1000 ներողություն, բայց 5000 երեխաներ այնտեղ զոհաբերեցին, հիմա այստեղ, հա, ցանկացածից երեխան կարող է ինչ-որ ռեակցիա տա, ինչ-որ վերաբերմունք ունենա, կամ այդտեղ կարող էր լինել, կներեք, զոհվածի մայր, որը աղոթում է, չէ, կարող է այդտեղ պատարագին մասնակից լինել զոհվածի մայր, եղբայր, դասընկեր, ցանկացածի մոտ կարող է շատ սուր ռեակցիա լինել, այս հետևանքն է լինելու։ 2 օրվա մեջ ես նորից վերադառնամ այդ մտքից։ Իրենք կարողացան մարդկանց մտքում ինչ-որ բաներ մտցնել, որ տպավորություն է ստեղծում, որ Դավիթը ինչ-որ չարագործ է կամ չարամիտ ինչ-որ բան։ Մարդը իր տեղը կանգնած եկել է Գեբելսյան քարոզչություն մի խոսքով արեցին։ Այն ժամանակ երբ որևէ մեկը այտենց շատերը չէին որ դա, որովհետև չենք էլ հասկանում ինչ է կատարվել։ Այս երեխաներն էլ ոնց որ չէին հասկանում։ Իհարկե, բա չէին հասկանում, երեխեքը դուրս են եկել ու այդ վայրենի ձևով ահաբեկի չէին բռնել։ Դա այդ տեսարանները ոնց էին տանում, հա, դա ոնց կարելի է թույլ տալ։ Ես նմանացրեցի Եռաբլուրի դեպքին, երբ որ 20 թվականի Եռաբլուրի Փաշինյանը որոշեց գնալ Եռաբլուր, ծնողները էմոցիոնալ այդ շոկի տակ ասում էին՝ մի արի, մի պղծի մեր երեխաների գերեզմանները, մի մտի այդտեղ։ Դիտավորյալ նա գնաց, սադրեց, դուրս եկավ, հրահանգը տվեց կարմիր եւ սև բերետավորներին, ուղարկեց Տիկին Գոհարին, մյուսներին, զոհվածների մայրերին քաշ տալով իջեցրեցին։ Պաշկեշտ ահավոր ձևով ուղղակի։ Ահավոր ձևով։ Շատ նման է, որովհետեւ էլի սադրիչ կողմը ինքն էր։ Միջադեպից հետո 1000 բան կարող էր անել։ Իսկ հիմա ձեռքերը լվացել է, ասել է ես ինչ կապ ունեմ։ Ու գիտեք ինչն է հարցը, այն մարդիկ ովքեր որ իրոք էստեղ խախտում են թույլ տվել եւ ես կարծում եմ որ գալու է այն օրը երբ դա քննարկման եւ քննության առարկա է դառնալու կոնկրետ այն մի տիկնապայի գործողությունները այն մյուսները ոնց որ թե ոչ մի ապօրինություն տեղ չեն անում նույնիսկ մի մոտ նես տպավորություններ որ փորձում են նաեւ հանդարտեցնել բայց այդ մեկ տիկնապահը նրա արածը երբ որ արդեն իրավիճակը ավարտվել էր ոչ մի վտանգ չկար արդեն դուրս էր եկել էլի, այտենց դուրս գալու երևի 1-2 քայլ էր մնացել, որ շենքի ոչ մի վտանգ չէր սպառնում։ Հարվածել է երեխային։ Դա պարզապես պատժիչ հարված էր։ Դա ուղղակի հանցագործություն է։ Պարոն Մելիքյան, կներեք, ընդ որում հանցագործություն է, որը ունի վաղեմության ժամկետ։ Սա էլ է շատ կարևոր։ 100 տարի հետո կարելի է այս մարդուն պատասխանատվության կանչել։ Այս հանցակազմը իշխանության չարաշահումը, որ կատարվել է բռնությամբ, ունի վաղեմության ժամկետ։ Շատ կարևոր հանգամանք է։ Ընդ որում այս նույն թիկնապահն էր, որը Հովանավանքում բռնություն կիրառեց էլի քաղաքացիներից մեկի նկատմամբ։ Այնպես որ պետք է Վերանը փակելով դուրս բերելը։ Տեսեք, ես չէի ուզի համեմատել։ Ամեն դեպքում այդ բանին, բայց այսինքն սա մեկն է, որը անընդհատ ինքը բան է կիրառում։ Այն դեպքը ամեն դեպքում դե նույն ծանրությունը չունի, բայց գործադրում էր, բայց բռնություն դժվար էր։ Մի խոսքով էական չի։ Եկեք Այստեղ ինքը ուղիղ բռնություն կիրառեց, հարվածեց տղային, լինելով պաշտոնատար անձ, առանց որևէ պատճառի։ Եվ սա վաղեմության ժամկետ չունի։ Եվ եթե այդ մարդիկ մտածում են, որ իրենց ղեկավարը հավերժ է, թող իմանան, որ ամեն ինչ ինչ-որ մի օր վերջանում է, իսկ այդ ինչ-որ մի օրը թեկուզ 1000 տարի հետո լինի, վաղեմության ժամկետ այս հանցագործությունը չունի։ Պարոն Մելիքյան, Դավիթ Մինասյանի առողջական վիճակի խնդիրը, ինչպես դուք էլ նշեցիք, օբյեկտիվորեն հրատապ է եւ դրանից կարեւոր բան թերևս այս պահին ես չեմ տեսնում, որևէ բան, հա։ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունն էի կարդում, ուզում էի հասկանամ, այս կինը ինչ է ուզում ասի, հա։ Անընդհատ ինչ որ բան էր բացատրում, որ զբաղված էի, չէի կարող գնալ, ֆիզիկապես զբաղված էի, չէի կարող գնալ, չգիտեմ, անընդհատ թվարկում էր ինչ որ բան, չէի հասկանում ինչ է ուզում ասի։ Բայց ու ասում էր, որ
բացի նրանից, որ ՄԻՊ-ը իրավունք չունի միջամտել քրեական վարույթի ընթացքին, հա, նաև չի կարողացել գնա ֆիզիկապես մասնակցի։ Քանի որ դուք էլ եք եղել, հա, օմբուդսմեն մարդու իրավունքների պաշտպան, հարցը, այո, Արցախի հարցս հասցեական է, ինչ գործիքակազմ ունի մարդու իրավունքների պաշտպանը հարցը լուծելու համար։ Այս կինը անդադ բլա 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 ինչ-որ խոսում է, բայց բան ոչինչ չասող տեքստերը ես այո ինձ թույլ եմ տալիս ու երբեք չի կարող ասել, թե իրեն թիրախավորում են, մի կին էլ ես եմ ու այնպես որ ես հանգիստ եմ դա ասում, ես չեմ խոսում որպես կին ուղակի, որպես մարդ եմ խոսում, մարդավարի գրեք ինչ եք ասում բաների, հա, եւ որովհետեւ ես տեսնում եմ անդադ ինքը լավ էլ պարապա, ֆոտոսեսիաներ անում, Աննա Հակոբյանի ճաշի սեղանին երգում էր, զվարճացնում էր, չգիտեմ, անդադ ինչ որ բան անում, բայց ես չեմ տեսնում, կարդում եմ, չեմ հասկանում, ինչ ա ուզում ասի։ Չունի մարդու իրավունքների պաշտպանը գործիքակազմ, հա, հարցը լուծելու համար։ Ի վերաբերմունք Անահիտ Մանասյանի աշխատանքին հայտնի է։ Ես ունեմ խիստ բացասական վերաբերմունք եւ Չի եղել այսպիսի մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, չի եղել այսպիսի վատ պաշտպան։ Հայտարարել եմ, որ համարում եմ իրեն վատագույն մարդու իրավունքների պաշտպանը, բայց այսօր ապրիլի 7-ն է, ես մի քիչ զեղչեր ունեմ այսօր։ Ես չեմ նայում ապրիլի 7-ին, կանայք իրար մեջ չգիտեմ, ես այս բաներ չեմ նայում։ Հիմա դեկտեմբերի 31 հունվարի 1 լիներ։ Ես իմ վարքագիծն եմ ուզում բացատրեմ, էլի ես հիմա նույն բաները իր մասին կամ իմ վերաբերմունքը շատ չեմ փաստարկված ներկայացնի, թեև ձեր ասած են, որ անհասկանալի տեքստեր, դա ակնհայտ է, այդպես երկար տեքստեր, որ ես կփորձեմ որպես բացառություն դրական բան ասել։ Տարօրինակ եմ, չէ՞ ասում։ Որ այցելել են մի պիծ մարդիկ։ Չէ, այցելել է մի կողմ։ Մի նախադասություն կար, որը որ տպավորություն է թողնում, որ նա համենայնդեպս ինչ որ բան փորձում է անել։ Եթե այդպես է, այդ որ նախադասություններ որ ես գրություն եմ գրել եւ միջնորդել եմ, չեմ միջնորդել, գրություն եմ գրել եւ պնդել եմ, որ դիտարկվի այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը։ Նման բան չի եղել այդ լավաշ եւ կամ ոչ լավաշ տեքստերում։ Դրանով իմ պատկերացմամբ սա նաեւ Չէ, ինչի եմ ես դա զարմանում, որովհետև ինքը միշտ ասել է, ես օրենքի սահմաններից դուրս չեմ գալու, լիազորություններ եւ այլն։ Սա մարդու իրավունքների պաշտպանի տարբեր կոնցեպցիաներ են։ Ես շատ հստակ ասել էի մարդու իրավունքների պաշտպանը չինովնիկ չի։ Այնինչ ներկայիս մարդու իրավունքների պաշտպանը իրեն չինովնիկի պես է պահում։ Եվ նույնիսկ ճանապարհն է հուշել։ Մարդու իրավունքների պաշտպանը ունի շատ կարևոր գործիք։ Դա գնալ եւ ասել հրաժարական եմ տալու։ Չի կարող լինել մի իրավիճակ այն երկրում, որտեղ որ ես մարդու իրավունքների պաշտպան եմ, որ այսպիսի խայտարակություն ունի, հրաժարական եմ տալու, բաց թողեք այս երեխուն։ Սա է գործիքը։ Գործիք եք հարցնում։ Մնացած բոլորը դրանք տեխնիկական են, հասկանում եք, մարդու իրավունքների պաշտպանը կարող է ընդհանրապես բան գրի, իրան պատասխանեն, ինքն էլ ասի լավ։ Իր իրական ուժը հեղինակության մեջ է։ Մարդու իրավունքների պաշտպանը եթե չունի հեղինակություն, մնացած ամեն ինչ անիմաստ է։ Դրա համար եմ ասում, որ չինովնիկ չի։ Իսկ իր հնարավորությունը բացառապես դա ես չեմ կարող այսպես էլ աշխատել։ Իր տեքստում ես չտեսա այդ արտահայտությունը, բայց ես տեսա երբեք նա այդպիսի բան չի, որ ես առաջարկել եմ դիտարկել այլընտրանքային խափանման միջոցի հարցը։ Այսքան դեպք ա եղել, այդպիսի տեքստ չի եղել։ Սա նրբություն է։ Եթե իսկապես մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ներկայումս զբաղեցնող անձնավորությունը փորձում է նպաստ բերել, որպեսզի Դավիթը ազատ արձակվի, Քավլիցի ես չեմ ուզում դա, այսինքն դա թող այդպես անի, որտեղ բազմաթիվ դեպքերով նա բարձրության վրա չի եղել, հիմա այս դեպքում եթե իսկապես ինքը ունենա դեր, երեխայի հարց է ախր։ Իմ մոտ այնպեսի տպավորություն է, որ նա հասկանում է խնդիրը։
Այսքան է, Ես տեսեք նաև հիշում եմ մայրը, երբ որ խոսում էր լրագրողների հետ կամ կոչով էր դիմում, ասում էր արեք ձեր արդարադատությունը, բայց խնդրում եմ կարելի է իմ երեխան էլի կալանք, կարելի է տնային կալանք տալ, որևէ ձև իմ երեխայի առողջությունը, հա, վտանգվում է, կյանքն է վտանգվում։ Կյանքը ոչ միայն առողջությունը։ Չնայած արդեն ես իհարկե առանձնացրել էի, բայց քանի որ քիչ է ժամանակը, բայց մի քիչ շատ չէ այս իշխանության ժամանակ, այս նույն մարդու ներկայությամբ դատարանում Արմեն Գրիգորյանը մահացավ։ Արմեն Գրիգորյանի պարագան Սոնա Մնացականյանը հղիկին վրայերթի ենթարկեցին։ Մի քիչ ինչ որ շատ չէ։ Շատ կլիներ, այսինքն շատ է թե քիչ է հանրային արձագանքից է իրականում, այսինքն հանրային արձագանքն է այստեղ շատ կարևոր։ Մեզ պետք է այսպիսի հասարակություն, թե մենք խնդրեմ կադրերը Արմեն Գրիգորյանի, այո, ձեզ համար 1900 ծանր է, ձեզ, դուք այն պահին այնտեղ էիք, Արմեն Գրիգորյանինը։ Մենք ի վերջո ինչպիսի հասարակություն ենք ուզում, անմարդկային հասարակություն ենք ուզում, թե մարդկային հասարակություն ենք ուզում։ Արմենի պարագայում մենք ունեցանք պատշաճ արձագանք, այսպես ասեմ։ Չեմ կարծում, որ ունեցանք։ Որևէ մեկը պատասխանատվության ենթարկվեց։ Որևէ մեկը պատասխանատվության ենթարկվեց ամենի համար։ Հենց այստեղ նստած էր Մնացական Մարտիրոսյանը, այս կադրերն են հիմա։ Ես չեմ սիրում մարդկանց Մնացական Մարտիրոսյանը Արմեն Գրիգորյանի հարցով ես խղճից ծանրություն չեմ վերցնի, ինչ ճիշտն է, ճիշտ է։ Ինքը չէր հասցրել Արմեն Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնել։ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր այստեղ։ Բոլորովին այլ դատավորի որոշման հիման վրա, որը հետո հայտնվեց ճաղերի հետևում։ Արուսակ ազգանունը չեմ հիշում։ Իհարկե ուրիշ գործով։ Ուրիշ գործով կարծեմ ազատ արձակվեց։ Հա, հետո վերձիգտ եւ այլն հիմա դա։ Արմեն Գրիգորյանը արդար մարդ էր։ Եվ արդար արյան պատասխանատու լինելը դա շատ ծանր բան է։ Բայց անկեղծ լինենք, Մնացական Մարտիրոսյանը այդ մուրճը չէր խփել, չգիտեմ, ի վերուստ երևի ինչ որ մի, չգիտեմ, չեմ կարող ասել։ 10 րոպե հետո կարող է Արմենը անազատության մեջ լիներ հենց Մնացական Մարտիրոսյանի որոշման մեջ, բայց նա չհասցրեց որոշում կայացնել։ Ես համոզված եմ, որ նա կալանքը երկարացնելու է, բայց կապ չունի, ես համոզված եմ, թե համոզված չեմ։ Ամեն դեպքում բայց որևէ մեկը այնուամենայնիվ պատասխանատվության չի ենթարկվել։ Ախր գիտեք, պատասխանատվության ենթարկել ինչ արեցին, ամեն ինչ արեցին, որ այստեղ լինի մեղադրական վերձիգ, հետո բոլոր տեղերում պահեցին դա, որ այնպես չստացվի, որ դե մարդ է մահացել, բանի տակ չէր, այսպես անօրինական էր։ Բայց ես պնդում եմ եւ հավատացնում եմ, երբ որ Հայաստանի դատական իշխանության վրայից դուրս գա այս քաղաքական մեծագույն ազդեցությունը, ես արդեն պատրաստել եմ։ Առաջին իսկ միջնորդությունը, որ առաջին իսկ բողոքը, որ ես ներկայացնելու եմ դատարան, երբ Հայաստանը ազատվի նիկոլականության աղետից, առաջին բողոքը, որ ես ներկայացնելու եմ, հենց Արմեն Գրիգորյանի գործով ներկայացնելու եմ նոր ի հայտ եկած հանգամանքներով բացառիկ վերանայման բողոք։ Արմեն Գրիգորյանի հետ կապված պետք է լինի ինչ որ մի օր պետք է լինի արդարացման դատական ակտ։ Դա կարող է նորից ասեմ 100 տարի հետո լինել, որտեվ ես հիշում եմ, երբ աշխատում էի Վճռաբեկ դատարանում, 30-ականների ստալինյան ռեպրեսիաների զոհերի գործեր ենք մենք դեռ քննում։ Ինչքան ուզում է լինի եւ ոչինչով չի տարբերվում այս գործը։ Ասում եք ոչ մեկ պատասխանատվության չենթարկվեց։ Սոնա Մնացականյանի դեպքով է։ Այ Սոնա Մնացականյանը շատ ավելի հստակ օրինակ է։ Լուսանկարը կարող են տեղադրել։ Սոնա Մնացականյանին վրայերթի ենթարկած Շարասյան կապիտանը դատապարտվել էր 1.5 տարվա ազատազրկման, բայց ազատ է եւ աշխատում է, շարունակում էր աշխատել։ Խնդրեմ, այսինքն սա ոնց բացատրենք, հա։ Դե գիտեք, հետո էլի սա վառ օրինակ է։ Նիկոլ Փաշինյանը ասաց, այդ ես չէի, դա վարչապետի ավտոբուսն էր, ինչն էր։ Այսինքն մի քիչ շատ են էլի այս դեպքերը։ Շատ են, եւ եթե մենք հանկարծ թույլ տանք Դավիթը Մինասյան կլինի, Միքայելը Մինասյան, մյուս Միքայելը որևէ մեկին, ուրեմն մենք հասարակ որպես հասարակություն, որպես ազգ ընդհանրապես կներեք ով ենք մեր գոյության իրավունքը արդյոք ինչ որ արդարացում ունի, այսպես ասենք, այսինքն մենք իրավունք ունենք պետականությունն, որ պետական մեր գոյությունը որպես պետականություն ունեցող ազգ։ Այսինքն ստացվում է, որ այսքան ժամանակ մեր թշնամիները եւ հակառակորդները երբ մեզ ասում են դուք ինչ իրավունք ունեք вообще պետություն ունենալ, կստացվի, որ ես վստահ եմ, որ իրենք ճիշտ չեն։
Ես վստահ եմ, որ այս մեր ազգի նկատմամբ վաղ եմ այսօր բացահայտվելու է, թե ինչպիսի գործիքակազմ են օգտագործել, որ բթացնեն այս բնական ինստինկտները, սա բնական ինստինկտների բթացումից բացի այլ բան, բայց ցավոք սրտի այդ վիճակն է գալիս, այսինքն այն ազգը, որը որ նորմալ է այս ամեն ինչին վերաբերվում, մեծ հարց է նա պետականություն ունենալու իրավունք ունի թե չէ։ Տեսեք, այս թիկնապահը Փաշինյանի, հա, որ 1 տարի 6 ամիս ազատազրկման պայմանական ազատազրկման էին, հա, դատապարտել, ընդ որում ծնողները 4 տարվա ազատազրկում էին պահանջում Սոնայի ծնողները, հա։ Նա ազատ պատտվում է, նա ոչ բռնության է ենթարկվում, ոչ բանա ատելության քարոզի է ենթարկվում ԿՊԱ-ականների եւ մերձիշխանական ֆեյքերի կողմից կամ համակիրների կողմից, ոչ մի բան իր համար ազատ ֆրֆռում է, ոչ մի կալանք, ոչ մի բան աշխատում է, բայց Դավիթը ինչ էր արել, որին ասենք այս վիճակին են հասնում, այս ինչ վրեժխնդրություն է։ Դրա համար եմ ասում, արդեն մտածում եմ, պարոն Մելիքյան, որ ինչ որ վրեժխնդրություն է Փաշինյանի կողմից, հա, ինչքան է ատում Հայաստանի քաղաքացուն, ինչքան է ատում երիտասարդությանը, ինձ մեկը ասեց նույնիսկ հնչեցնելու եմ սա, այնուամենայնիվ ես մայր եմ, որը ծանր է տանում այս դեպքը, ասում են, քանի որ իր տղան այսպես ասած ոչ մի բան է, ինքը որևէ երիտասարդի, որևէ արժանապատվություն ունեցող մարդու նկատմամբ, երիտասարդի նկատմամբ այսպես է վարվում, վրեժխնդիր է լինում։ Չեմ մտածում ես դրա մասին, ես մի բանի մասին եմ մտածում, որ մենք այստեղ գործ ունենք բացարձակ ապօրինի եւ բացարձակ անբարոյական վարքագծի հետ, որտեղ Գեբելսյան քարոզչությունը շատ կարևոր դեր ուներ այս ամեն ինչի մեջ։ Եվ ինչն էր պրոբլեմատիկը, որ այս քարոզչությունը զուգահեռվում էր ռազմական տերմին կա, չէ, ներդաշնակվում էր իրավապահ մարմինների աշխատանքի հետ, այսինքն ուղղակի առողջ բանականությունից դուրս է մտածել, որ կարող է այս դեպքը կազմակերպված լինի, չէ, բայց մեղադրանքը կազմակերպված լինելն է, 2 հոգի էլ, չէ, 1 հոգի էլ Գևորգ Գևորգյանը, որը որոշակի ինդիմադիր հայացքներ արտահայտող մարդ է, ինքն էլ կազմակերպիչ է որպես գնում։ Գրավի դիմաց բան ազատ արձակեցին, բայց այս երախուն տեսեք ինչ են անում։ Ախր գիտեք, դա էլ է ցույց տալի, որ իրանք էլ չեն հավատում իրենց վերսիային, որովհետև այլ հավասար պայմաններում Դուժող չկա, թիկնապահը ասել է, որ հարված չի եղել։ Կներեք։ Ես չգիտեմ թիկնապահը ինչ է ասել, դա նախաքննական գաղտնիք է, էական չի։ Ասեցին, ես եմ լսել, այսինքն այդպես էին խոսում դատանի բակում։ Դուժող չկա, չէ՞, այս գործով։ Մեկ բաների վրա ենք ֆիքսվում, որ ամենակարևորը չի, որտեղ այսօր չկա, կարող է վաղը լինել։ Կարևորը դա չի։ Կարևորը նա է, ֆորմալ առումով էլի դուժող կարող է լինի։ Այստեղ կարևորը նա է, որ այն վարկածը, որը առաջ է քաշվել, տրամաբանությանն է հակասում։ Իսկ այդ վարկածը առաջ է քաշվել Գեբելսյան քարոզչության շահերից ելնելով, որ ասեն, տեսեք, մեր վարչապետի նկատմամբ կազմակերպված հարձակում է տեղի ունեցել։ Պարոն Մելիքյան, վերջում, հա, եթե հանկարծ մեր հասարակությունը այս դեպքն էլ մարսի, այս երիտասարդնի, մյուս երիտասարդի, այս 2 երիտասարդնի դեպքը մարսի, հա, մեզ ինչ է սպասվում, մանավանդ Աստված մի արասցե, տեսնում ենք ցանկացած գործիքի դիմելու են, արտաքին աջակցություն ունեն, փորձելու են վերարտադրվել, չնայած իրենք արդեն խուճապի մեջ են, տեսնում են, որ նույնիսկ պետական կառավարման համակարգում է արդեն ճաքեր տվել, մարդիկ չեն ուզում աշխատել, պետական ծառայողները սպասում են հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին են սպասում, որ ազատվեն այս ամեն ինչից, հա։ Եթե մենք սա էսել մարսենք ու հանդուրժենք որպես հասարակություն, հա, ես ուզում եմ հասկանալ, մենք հետագայում լուրջ խնդիրներ ենք ունենալու, մենք որպես ազգ մեր հետ, ինչ պետք է անի հասարակությունը, ինչ ձևով մենք կարող ենք դիմադրել։ Ես ասել եմ, որպես մայր գնալու եմ աթոռս դնեմ, որտեղ պետք է նստել, հացադուլել կանեմ, նստացույցել կանեմ, ամեն ինչի պատրաստ եմ, որտեղ դա բոլորիս է վերաբերվում, բոլորիս երեխաներին է վերաբերվում։ Ես չգիտեմ, սա քաղաքականություններ ընդգծված, քաղաքականություններ հաստատ, ես չգիտեմ որտեղից է եկել այդ դիվական ծրագիրը, բայց ես տեսնում եմ, որ այս տարիների կարևորագույն թիրախներից մեկը մեր ինքնագնահատականն է։ Մեզ համոզել, որ մենք շատ կներեք ռուսերեն բառացնել, նիկչոմնի ժողովուրդ ենք։
Նիկոլական ամբողջ այս քաղաքականությունը դրան է ուղղված, որ մենք ոչ մի բանի պետք չենք, մենք գայլ ու գառի մեջ ենք, գառն ենք, դիվիզները սուր միշտ ապրենք, այս է իրենց քաղաքականությունը եղել։ Ես պնդում եմ, որ լավ էլ արձագանքում են այս դեպքով, հանրությունը լավ էլ արձագանքում է։ Մենակ ինձ հարյուրավոր մարդիկ են այս ընթացքում գրել, իրենց պատրաստակամությունը հայտնել, ոչ միայն սոցիալական ցանցերում, փողոցով քայլում եմ, երևի 10 րոպեն մեկ ինչ որ մեկը մոտենում է, բայց պատկերացրեք մյուսներին Արամին կամ բոլորս, ովքեր որ մի քիչ հարությանը հայտնի ենք, բոլորիս են հասարակությունը լավ էլ արձագանքում է, մեր հասարակությունը լավ էլ adekvat հասարակություն է։ Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ պետք է նախ ուշադրության կենտրոնում պահել, շատ կարևոր է տեղեկատվական դաշտը, հակազդել այդ Գեբելսյան քարոզչությանը, որ առաջի օրերի ընթացքում երեխայի եւ նրա ընտանիքի նկատմամբ նրանց թշնամացնելու, նրանց նկատմամբ ատելություն տարածելու համար սկսեցին ռեժիմի քարոզիչները իրականացնել։ Այո, եւ այս պահի դրությամբ ես չգիտեմ, ես չեմ գնում ինքս, բայց մի հատ տեսնել օրինակ դասարանցիները, որ ամենալուսավոր կետերից մեկն է այս պատմության մեջ։ Գնալ երեխաներին իրենց աջակցությունը հայտնել, իրենց վերաբերմունքը ցույց տալ, որտեվ երեխաների արածը առաջի հայացքից Արմենի մասին ենք խոսում Գրիգորյան։ Արմեն Գրիգորյանը ինչքան ընկերներ ուներ։ Այդ ընկերներից Հրատ Թոխացյանն էր, որ առաջի օրից մինչև վերջի օրը իր ընկերոջ կողքը կանգնեց։ Մնացածները ԿՊ-ի հետ համագործակցում են։ Այ, բայց իսկ երեխաները մտածեք հələ հավիմատեք այս 10 տարեկան երեխաները։ Իհարկե ավելի լավ սերունդ է, շատ փայլուն սերունդ է, դրա համար եմ ասում։ Սա ազնվության, արդարության եւ պետք է մենք ցույց տանք, որ այս երեխեքի արածը իսկապես հուզիչ է։ Հա, իհարկե, շատ կարևոր է, ես դրա համար այնտեղ էի ինքս եւ քննչականում եւ դատարանի մոտ։ Շնորհակալ եմ, պարոն Մելիքյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Մենք իհարկե շատ ցավալի հարցեր քննարկեցինք, այո, իրենց ցանկացած այն է, որ մեզ ցույց տան, մենք ոչ մի բան չենք կարող, մենք պարտված ենք, մենք թույլ ենք, բայց այս երեխեքը ցույց են տալիս, որ չէ իսկապես փայլուն սերունդ է մեծանում։ Շնորհակալ եմ, հարգելի հետևորդներ, կրկին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, կհանդիպենք հաջողություն ձեզ։